կա տեսանկյուն, որ կնոջ գեղեցկությունը ընդգծելու հարցում տղամարդը ավելի զգոն է մոտենում։ Դա ճաշակի, ինտելեկտի և գեղագիտության հարց է։ Այսօր ես ինձ գտա հաղորդաշարի նախագծում մենք կհանդիպենք Ռոբ Սարգսյանին, նույն ինքը Face is by Rob, ես իհարկե մի քիչ հայերեն վայրացիայով եմ ասում, Rob, խնդրում եմ մի հատ ճիշտ ձևը ասա։ Faces by Rob. Faces by Rob. Rob, մինչև 14 տարեկանը մեծացար Երևանում, Հայաստանում, ինչպես ես հիշում այդ տարիները, և ինձ մոտ կա կարծիք, ես նկատել եմ, որ ովքեր մեծանում են Երևանում, հետո են շարունակում կյանքը Միացյալ Նահանգներում, կարծես թե ավելի հաջողակ են լինում։ Միգուցե դա ձգտումներից է։ Ինձ թվում է, հա, բայց շատ սիրով եմ հիշում, ուրախ եմ, որ մինչև 14 տարեկան այնտեղ եմ մեծացել։ Ինձ թվում է մեծ բան է կապված այդ կյանքի հետ հետո։ Շատ երջանիկ եմ, ինձ թվում որ տենց է կատարվել իմ կյանքը։ Արդեն մասնագիտությանը ընտրությունը նահանգներում ինչպես էին քո առաջին քայլերը։ Առաջին քայլերը ես որ սկսեցի, այդ ժամանակ Instagram, Facebook ու makeup artist-ը տենց ուժեղ կարիերա չէր։ Ես աշխատում էի հյուրանոցում ու 4 տարի մոտարպես ու պաշտոն ունեի, լավ, արդեն բարձրացել էի, բայց հյուրանոցի տերերը փոխվեցին ու մեզ ոնց ասած դուրս հանեցին կամ միջացրեցին մեր աշխատավարձը, մենք չենք ուզում մնանք։ Բայց ես այդտեղից սկսեցի այդ մեր հյուրանոցի կողքին մի հատ կոսմետիկ խանութ կար, ես միշտ իմ նախաճաշին գնում էի այնտեղ ու ընկերներ ունեի արդեն, միշտ սիրում էի, ձգտում էի այդ ոլորտում այսինքն գեղեցկություն, այո, միշտ ինձ ձգտել է, էսթետիկա, այո, կանանց գեղեցկացնելու թեման եւ մոդան միշտ եղել է իմ մեջ, այո։ So այդ որ դուրս էին գալի հյուրանոցից, ես այդ խանութի մեջով էի գնում տուն ու այնտեղ հարցեցին ինչ է, մի տեսակ անդրամադիր ես ու ասեցի ինչ ա, ու բոլորը այնտեղ ասեցին, էսի քո ժամանակն է, դու պետք է մտնես կոսմետիկայի մեջ, դու ստեղ որ գալիս ես ծաղկում ես։ Ու տենց իրանց միջոցով իրանք շատ օգնեցին ու ես սկսեցի աշխատել կոսմետիկայի խանութի մեջ որպես make-up artist։ Վաու, հետաքրքիր է շատ եւ ոնց որ քեզ ուղղորդել են, քանի որ մարդիկ երկար ժամանակ դրա մեջ եղել են, քո տեսակը տեսնելով եւ զգալով այդ առաջարկը արել են, ինչը եւ այսօր ապացուցում է, ինչքան ճիշտ են զգացել։ Այո, մերսի։ Ինչն էր քեզ համար ամենաբարդը կարիերայից սկզբում, երբ որ նոր սկսել էիր։ Դե իմ համար լրիվ նորություն էր կոսմետիկայի մեջ աշխատելը խանութում ու իմ գործարանը էր, որ ես պետքա դիմահարդար անեի, make-up անեի հաճախորդներին ու հետո կարանայի ինչ որ օգտագործել եմ իրանց ծախեի, որտեվ խանութում աշխատելը իրանց պետքա որ աշխատողը համ make-up անի, համ էլ կանա ապրանք ծախի, որտեվ իրանք այդ տենց են բիզնեսը անում։ So առաջի ժամանակները դժվար էր, որտեվ ես միշտ ցկտում եմ որ make-up-ը լավ անեի, վաճառելը իմ համար դժվար էր, որտեվ ես վաճառող չէի։ Բայց հետո սկսեցի էտել ու երկուսի իրար հետ շատ հաջող։ Բայց կարծում եմ դա նաև քեզ օգնել է, երբ որ մարդը կարողանում է ընդհանրապես որևիցե բան վաճառել, չէ՞ որ մեր բոլորի աշխատանքը կայանում է նաև դրա մեջ, չէ՞, ճիշտ վաճառել, այսօր դա պահանջված ոլորտ է իրականում։ Սենց մի հարց քեզ, որ կարևոր պահերն էին քո կարիերայի ընթացքում, որ քեզ օգնեցին բարձրանալ այն պեդեստալին, որտեղ որ կաս։ Կարամ ասեմ հաճախորդությունը, մեծ հաճախորդություն ունեի, բոլորը ինձ սիրում էին իմ ձեռքի գործը, ես էլ իրանց ընկերներ դարձանք, հետո իրանց ընտանիքի մեջ էի մտնում, իրանք ինձ recommend էին անում իրանց ընկերներին ու մեծ հաճախորդություն ու հետո ես տեղափոխվեցի Beverly Hills, որը Saks Fifth Avenue-ում, այնտեղի cosmetic department-ում, որը ամենաճանաչված խանութներից մեկն է ու այնտեղ celebrity-ներ են գալի շատ, մեծահարուստներ, ու այդտեղից սկսեց իմ հաջողությունը, ոնց այսպես ասած։ Իմ կարծիքն եմ ուզում ասել նաև, քո որակից էր դա։ Որակով հաճախորդը գալիս է որակով վարպետի մոտ։ Ու ես որ անալիզ եմ միշտ անում, հա, իհարկե հաճախորդն է բարձրացնում նաև քեզ, որտեղ երբ որ որակով հաճախորդներ, մեկը մյուսի հետևից գալի, բայց եթե դու չհամապատասխանես այդ որակին, ոչ մի դեպքում այդ հաճախորդը չի գա, ասենք էներգետիկ դաշտ գոյություն ունի, էլի, չէ՞, որ այո։
Իմ համար դա շատ կարևոր որ ես եմ գնում մի հատ professional-ի մոտ մաս կտրելու Ովքեր են make-up artist-ները, ումով ուղղորդվել ես եւ ձգտել ես ավելիին։ Այն ժամանակ Instagram չունեինք դեռ, Facebook ու make-up artist-ներ չկային շատ, որ իրանց գործը կարայր տնայր Instagram-ով։ Իմ համար կարևոր make-up artist-ը, որ ինձ շատ ուղղություն տվել առանց իրան ճանաչելու, Kevin Kwan-ն ա եղել, որ ինքը հիմա մեր հետ չի, բայց ես իր գրքերը, իր գործը, ինձ թվում է իմ ձեռքի աշխատանքը շատ է կախված այդ make-up artist-ից, որտեվ ես որ սկսեցի որ մտա կոսմետիկայի մեջ, ես արդեն այն վաղ փնտրում էի ինչ make-up artist կա, ոնց են գործանում, սո ինքն էր մենակ շատ ամենակարևորը Ամերիկայում, դաժե աշխարհով մեկ։ Ինքը շատ celebrity-ներ էր անում, բայց ես իր գրքերը սկսեցի գնել ու տեսա ինչ գործ է ինքն անում ու ոնց է անում։ Մանրամասը գրած, ինչ ապրանքներ է օգտագործում ու ես ինձ obsessed եղա իր գործով ու սկսեցի իր այդ ձեռագիրը կարանայի ձեռք բերեի, որ ես օգտագործեի իմ հաճախորդության վրա։ Այսինքն ճաշակների զուգադիպում, երբ որ դու հասկացար, որ այդ մարդու արած ամբողջ աշխատանքը համընկնում է նույն վիճակին, ինչը որ դու զգում ես կամ տեսնում։ Connection եղավ միանգամից։ Ինչն է քեզ ոգեշնչում։ Շատ սիրուն բառ է, բայց ուզում եմ այսքան ոգեշնչել, ինչ է նշանակում։ Ոգեշնչել, թևավորվել, ինչից ես թևավորվում։ Ինչն է քեզ բառը։ Չէ՞։ Հա, շատ մեր հայերը շատ դժվար բառեր ունենք, բայց շատ սիրուն բառեր ունենք։ Որովհետև իրականում կան, չէ՞, ինչ որ վիճակներ, երբ որ մարդը ասես մեկ էլ թևեր առնում ու հակառակը, մեկ էլ sense փակվում է։ Մի բանը որ կարող մտածեմ հիմա, դրա մասին, որ ես make-up որ անում եմ, իմ հաճախորդությունը իրանց հայլիով չեն կարող նայել, միջև ես չվերջացնեմ իմ գործը, ու որ վերջացնում եմ, ես հայլին տալիս եմ իրանց ձեռքը ու իրանց առաջի հայացքով իրանց տենում են հայլիով ու այդ ուրախությունը, դա ինձի ուժ է տալի, ոգեշնչում է ասած քեզ, ու ես ամեն սկսելը ես դրա մասին եմ մտածում, ասում ոնց եմ ուրախացնելու այս կնոջը կամ այս աղջկան իմ ձեռագրով։ Այո, բայց շատ կարևոր միտք է, որովհետև երբ որ վարպետը չի ունենում այդ զգացողությունը, այսինքն չի ունենում նաև հետաքրքրությունը իր արած գործի մեջ։ Տեղյակ եմ, որ աշխատել ես Քիմ Քարդաշյանի հետ, քեզ ավելի հետաքրքիր է աշխատել մեգա աստղերի հետ, թե ուղղակի գեղեցիկ եւ պարզ կանանց։ Կարճ պատասխանը գեղեցիկ եւ պարզ կանանց 100% միշտ կընտրեմ դա, քան թե celebrity-ները, որովհետեւ աշխատել եմ celebrity-ների հետ ու այդ կյանքը իմ համար չէր։ Ես փորձեցի ու շատ ուրախ եմ, որ փորձեցի ու կարողա դա օգնել ինձ բարձրանամ հաճախորդությունով, իմ անունով, բայց ես ընտրեցի միաժամանակ, որ պարզ կանանց աղջիկների իմ հաճախորդությունը հայերն ամանավանդ իմ համար ավելի կարևոր են, քան թե celebrity-ները։ Այսինքն կարճ ասած քո ազատությունն է քեզ կարևոր։ Իմ ազատությունը, վայելելը կյանքը, իմ ժամանակը իմը լինի, դրանից լավ բան չկա, ինձ թվում է բոլոր կարիերաների մեջ մարդիկ այդ են։ Իրականում այո, ազատությունը եւ ոչ կախված լինելը որևիցե իրավիճակից, այդ շեյդոք շատ կարևոր է։ Ինչ խորհուրդ կտաս երիտասարդներին, ովքեր նոր են մտնում ասպարեզ։ Միակ խորհուրդը որ կտամ, անդադ սովորեք, մի կանգնեք սովորելը, նորություն, ուրիշ արտիստներով, մեկ որ արտիստ չկա, ես գնում եմ party-ներ կամ կանայք իմ դիմացը նստած են կամ աղջիկներ, ես իրանց make-up-ին նայելով կարամ սովորեմ ինչ առանց հարցնելու ոնց են արել։ Ամեն տեղ սիրունություն կա ու դու կարաս դրանից սովորես, ավելի սիրունացնես քո գործը։ Իրականում տենց է եւ այսինքն պետք է այս աշխատանքի մեջ այն վարպետները, ովքեր գեղեցկության մեջ են, իմ կարծիքով պետք է միշտ աշխատեն իրենց ճաշակի վրա։ Կան մարդիկ, ում դա ուղղակի տրված է, բայց շատերը պետք է իրականում դրա վրա մեծ աշխատանք տանեն։ Մի համեմատվեք ուրիշ մեկ-ապարիստների հետ, մի կարծեք իրանք լավն են, դուք վատն եք կամ դուք ավելի լավն եք, քան թե իրանք։ Բոլորը աշխատում են, եթե այս ոլորտում են ու իրանք Instagram-ով հաճախորդություն են, բոլորն է hard working աշխատող մեկ-ապ արտիստներ են։
So վատ բաներ մի խոսացեք ոչ մեկի մասին, եթե լավ բան չեք ուզում ու մի համեմատվեք։ Դու կարող ավելի լավն եք, կարող ավելի վատն եք, մի համեմատվեք։ Դա շատ կարևոր է։ Այո, ուղղակի ամեն մեկը թողանի իր գործը։ Իր գործը, ոնց ասած գլուխդ կախ, գործը տարա։ Որովհետև նրանք ովքեր գլուխը կախանում են իրենց գործը, մեկ էլ ծնվում է մի հատ նոր մոդայի գիծ, միշտ ինչ որ այն մարդուց, ով լուր աշխատում է։ Իրականում տենց է։ Երբ ուսումնասիրում էի էջը, տեսա, որ ունես քո կոսմետիկայի գիծը, որը կոչվում է Face, խնդրում եմ հատ օգնից, Faces by Rob Cosmetics։ Իմ անունով է, էլի։ Շատ գեղեցիկ է անվանել։ Շատ գեղեցիկ դիզայնով, համոզված եմ նաև որակով։ Հեշտ էր ընտրել այն ամենը, ինչ հարկավոր է կնոջ խնամքի եւ մեյքափի համար։ Ինձ թվում է իմ համար հեշտ էր, որովհետև ես տարիներ շարունակ աշխատեցի կոսմետիկայի խանութում ու այնտեղ որ մեյքափներ էի անում, ես օգտագործում էի բոլոր type-ի ապրանքներ, բոլոր լայներից, թանկանոց, այժանանոց, ու ես զգում էի ինչ էր պակասում, ինչ գույն, ինչ տեքստուրա, ինչ էր պակասում, ու որ ես իմ ապրանքն էի արտադրում, իմ համար հեշտ էր ընտրել նենց բաները, որ չկա մարքեթում, մանավանդ այդ ժամանակ, որ հələ շատ ապրանքներ չկար, որ Instagram-ով դուրս էր գալի, դա համար շատ հաջողակ ստացվեց, ու մարդիկ ովքեր առնում էին ինձանից, իրանք զգացին ու սկսեցին իրանց ընկերներին պատմել դրա մասին ու շատ ուժեղ ձևով իմ գիրքը, որ նոր էի հանել, Rob Glow book-ը, որի մեջ կար ամեն ինչ, որ ես զգացել էի, որ չկա մարքեթում, հիմա բոլոր ապրանքները առկա են։ Ոնց որ ասած, ճիշտ եմ ասում։ Շատ հետաքրքիր է քո գործը, հա, շատ ճիշտ ես խոսում ու շատ գեղեցիկ ես խոսում։ Շնորհակալություն։ Ում կուզես տեսնես մյուս հյուրին, ես ինձ գտա նախագծում։ Կուզեմ տեսնեմ Արտակին, իր Instagram-ը Արտակ hairstylist է, հաճելի կլինի իրան ինտերվյու անեք։ Կվերադառնամ նորից ես իմ սֆերայի մեջ, հետաքրքիր է, շնորհակալ եմ։ Հրաշալի մասնագետ, բարձր պրոֆեսիոնալ, ճաշակով մարդ, հետաքրքիր զրուցակից, այսպիսին էր Ռոբ Սարգսյանը, նույն ինքը Faces by Rob։ Ինչը սիրով է արվում, ունի իր ճանապարհը։ Ռոբ, վերջին մի 6-7 տարիներ, արդեն չեմ հիշում, քանի տարիներ ես սկսել եմ նկարել եւ երեք քո համար, հատուկ քո համար նկարել եմ նկար ու ուզում եի զգալ ինչ նկարակ ես պետք եւ քանի որ դու կանանց գեղեցկացնում ես, մտածեցի, որ թեման այդ գծով թող լինի։ Հույս ունեմ կսիրես։ Վաու, շատ սա 3 է կարել։ Հենց 3։ Վաու, շատ շնորհակալ եմ։ Այսի քեզ համար։ Definitely գնալու է ստուդիոյում կախվի մեր մեյքափ ստուդիոյում պատերում ինքը շատ պատիներ, ինքը շատ գեղեցիկ է։ Շատ գույներն էլ ու eyeliner-ը, թարթիչներ, չես մոռացել դրա մասին, շատ լավ է։ Շատ շնորհակալ եմ։ Ժամանակ ինձ մոտ իմիջիալից միշտ մազի եւ մեյքափի այդ պահերը ինչ որ sense ավելի հեշտ է։ Մասնագիտական է, ոնց որ ընդգծում եմ, ինչ որ դրա վրա ակցենտ եմ դնում, բայց անկախ իմ ցանկությունից, դա եւ իմ մասնագիտության առումով է։ Շատ շնորհակալ եմ, շատ գեղեցիկ գործ։ Մերսի շատ Ռոբ ջան, շատ հաճելի էր իրականում։